հանդիսանում եմ այս հարյուրավոր մարդկանցից մեկը, ով տուժել է ֆինանսական զեղծարարության հետևանքով։ Այդ բառը արդեն իսկ ինձ թվում է նշանակում է, որ այս հարցը խորքային է։ Այսինքն այնտեղ եթե վերանայեն այդ խնդիրները, հարցերը, կտեսնեն, որ շատ ու շատ բաց թողումներ կա, էլի։ Ուղղակի սենց թեթև խնդիր չի, որ մարդիկ եկել են դրան։ Ավելի մանրամասն ձեզ իրավաբան պարոն Կարագոզյանը կներկայացնի ու մենք այս բոլորս ու շատ էլի հայրենակիցներ ներկայացնում ենք մեր խախտված իրավունքները, որ չի պաշտպանվում պետության կողմից, խնդրի առաջ ենք կանգնել ու հարցին լուծում ենք պահանջում։ Դուք օրինակ ինչ-որ գումարներ եք կորցրել, թե այլ բան։ Եվ կորցրել ենք, եւ վարկերաձևակերպել զեղծարարների կողմից։ Մոտավոր ինչքան գումար եք կորցրել եւ վարկերը, խնդրեմ նշել։ Տարբեր չափերի, եկեք ավելի լավ անհատական չներկայացնեմ, որովհետև սա անհատական հարց չի, էլի, ընդհանուր ու մենք արմատային հարցի լուծում ենք պահանջում ու սպասում։ Այնպես որ սխալ կլինի, որովհետև տարբեր չափի գումարների մասին է խոսքը։ Մեկինը մի քիչ շատ, մեկինը մի քիչ քիչ, այնպես որ կոնկրետ գումար շեշտելը այս պահին կարծում եմ թերի ինչ-որ տեղեկատվություն կլինի։ Պահանջում եք վարչապետ Փաշինյանի հետ հանդիպում, արդյոք ինչ եք կարծում, կընդունի ձեզ թե ոչ։ Չեմ կարող ասել, հույս ունեմ, որ կընդունի, դրական պատասխան կտա, որովհետև այս հարցը էլի եմ կրկնում, խորքային է ու արդեն գնալով մասշտաբները մեծանում են։ Այսինքն տասնյակների խնդիր չի, էլի, սա հարյուրներով խնդիր է ու որպեսզի հետագայում նորանոր քաղաքացիներ չներգրավեն այս զեղծարարության մեջ, խնդրում ենք, պահանջում ենք, որ այս հարցին լուծում տան։ Այսինքն հիմա մենք որ այստեղ ենք, մենք մտածում ենք նաև այն քաղաքացիների մասին, ովքեր որ դեռ չեն առնչվել այդ խնդրի հետ ու իրանք ապահովագրված չեն դրանից։ Դուք ինչ-որ տեղ դիմել եք խնդրին լուծում տալու։ Այո, գործի վերաբերյալ վարույթ է ձևակերպվել։ Այո։ Իսկ մոտավոր ինչքան ժամանակ էր, որ խնդիրը առկա էր։ Դուք օրինակ հենց դուք կոնկրետ իմ դեպքը նոյեմբեր ամսից է, բայց այստեղ մարդիկ կան, էլի ձեզ մասնագետը կնշի, որ արդեն տարիներով է, չեմ ուզում կոնկրետ թվեր ասել, դրանց ես մի քիչ ավելի վատ եմ տիրապետում, բայց դրանք հստակ տեղեկություններ են։ Իմը նոյեմբեր ամսից։